Արդեն ինքը նախաստորագրել է խաղաղության պայմանագիրը, մի կողքից ինչ ուզենա ուրիշ երկրի նախագահ, ինչ ուզենա խոսա։ Կարող ենք բռնենք սկոճով Ալիևի բերանը փագենք, որ Ալիևը չխոսա։ Չէ, բայց երբ որ ինքը խոսում է այդ մասին, արդեն հարցեր է առաջանում, այս ինչ խաղաղություն է, եթե նա սպառնալից հայտարարություններ է հնչեցնում։ Կրակոցներ կան սահմաններում իմի։ Ինքը սպառնում է, բայց կրակոցներ կան սահմանի վրա։ Հիմի մի տարի կես արդեն 2 տարի սահմանում կրակոցներ կան։ Օգոստոսի 8-ից հետո սահմանում նախաստորագրելուց հետո սահմանում կրակոցներ կան։ Վտանգ չեք տեսնում, պարոն Մելքոնյան, այ չէ, կրակոցներ չկան, բայց կրակոցներ եղել են, բայց զոհեր չեն եղել։ Բայց ամեն դեպքում դուք վտանգ չեք տեսնում, երբ որ Ալիևը չի ստորագրում, եթե խաղաղություն է հաստատվել, իրողություն է դա արդեն, ինչու չի ստորագրում, եւ եթե չի ստորագրել, ինչու է խոսում նաեւ սահմանադրության փոփոխության մասին, հետո ադրբեջանցիների գալու մասին, սա չի անհանգստացնում ձեզ, որ կան հարցեր, որոնք լուծում չեն ստանում փաստացի։ Եվ ինքը անընդհատ այս հարցերը շարունակում է։ Ուրեմն ժամանակը կգա, իրենք էլ կստորագրեն, ամեն ինչն էլ կստորագրվի, ամեն ինչ կընկնի իր տեղը, ամենակարևորը ներկայությամբ խաղաղությունը պահպանվում է, կրակոցներ չկան սահմաններում եւ մնացածը արդեն կառավարության գործն է, դիվանագիտական հարցերով պետք է այդ ամեն ինչը լուծվի։